Եթերում ինչպես եւ խոստացել է իմ հյուրն է Լևոն Զուրաբյանը, բարև ձեզ պարոն Զուրաբյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ոչ ավել ոչ պակաս պարոն Զուրաբյանը այստեղ եկել է 3 առաջորդն է վերադարձել Իրանի Իսլամական Հանրապետությունում, գիտեք որ հրավիրված էր, մասնակցում էր իրենց մեծ առաջնորդի հրաժեշտի այդ տարարողությանը եւ բավականին հոգեվոր առաջնորդի, այո, եւ կարծեմ 5 օր շարունակ չէ այնտեղ էիք։ Համարյա մի շաբաթ։ Հա, եւ հետաքրիր է, ասում են պարոն Զուրաբյան, դուք վերադարձաք եւ ռումբերի վար, ասում են չէ, մենք այնտեղ էինք, այսինքն մի շարք բաների ականատես է եղել եւ կարծում եմ, որ բավականին ուշագրավ եւ հետաքրիր բաներ հիմա մեզ կփոխանցի պարոն Զուրաբյանը, ինչ տպավորություն այդ ամեն ինչից ստացաք եւ առհասարակ այսպես է, կարող ես անընդհատ հետեւել, տեսնել, բայց մեկ անգամ այցելել եւ դա շատ ավելի մեծ բան կարող է տալ։ Խնդրեմ։ Եվ բնականաբար ընթացքում ձեզ չեմ խանգարի, վերջին զարգացումները, նորից գործողություններ, ուր կարող է տալ, ինչ եւ այդ ամենը ինչ աղերս եւ կապ ունի մեզ հետ։ Խնդրեմ։ Դե որ իրանական կողմը հրավիրեց մասնակցելու հոգեվոր առաջնորդի թաղման արարողությանը, հուղարկավորության արարողությանը, ես իմ հոգու պարտքը համարեցի գնալ եւ հարգանքի տուրքը մատուցել եղբայրական ժողովրդի առաջնորդի հիշատակին, ասեմ ձեզ, որ բավականին լավ կազմակերպված այց էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության այդ միջոցառումները կրում էին գլոբալ մասշտաբ։ Նախ հրավիրված էին բնականաբար բոլոր երկրներից ներկայացուցիչներ, բնականաբար առաջին հերթին իսլամական երկրներից, բայց նաև աշխարհի այլ երկրներից, կենտրոններից բավականաչափ շատ մարդ էին այցելում եւ ծավալուն էր միջոցառումը եւ ներքին առումով, որովհետեւ ընդհանուր առմամբ այդ հուղարկավորման միջոցառումներին մասնակցել է մոտավորապես իրենք հայտարարեցին մոտավորապես 30 միլիոն մարդու թիվը եւ դա ոչ միայն Իրանում էր, որովհետեւ հոգեվոր առաջնորդին ոչ միայն Թեհրանում հրաժեշտ տրվեց, այլ նաև Քերբալայում եւ Նաջաֆում։ Եվ դուք այդպես այնտեղ եք լինում եք։ Չէ, մենք այնտեղ չէ, մենք այդ կոպիտ ասած հոգեհանգստին մասնակցեցինք Թեհրանում, հետո հրաժեշտ տվեցինք էլի Թեհրանում եւ դրանից հետո արդեն նրան տարան Նաջաֆ, Քերբալա, Ղոմ, Նաջաֆը ու Քերբալան Իրաքի քաղաքներ են, Ղոմը այդպես շատ կարևոր հոգեվոր կենտրոն է Իրանում, իսկ հետո վերջում հուղարկավորությունը տեղի ունեցավ Մաշհեդ քաղաքում, որը երկրորդ քաղաքն է Իրանի, այն քաղաքն է, որտեղ նա ծնվել է եւ ընդհանրապես բավականին մեծ մշակութային եւ կրոնական նշանակություն ունեցող քաղաք է։ Եվ ուզում եմ ասեմ, սա եւ ներքին առումով շատ բաներ մասշտաբային երևույթ էր, բայց նաեւ աշխարհից շատ մարդիկ էին հրավիրված, մասնավորապես օրինակի համար մենք գնացինք մասնակցեցինք մի միջոցառմանը, որտեղ հավաքվել են մի մեծ դահլիճ էր, Փեզեշքյան նախագահ Փեզեշքյանը ելույթ ունեցավ եւ մենք տեսանք բազմաթիվ ներկայացուցիչներ աշխարհի կարելի ասել բոլոր երկրներից Եվ բնականաբար դժվար էր նման վիճակում այսքան կազմակերպական աշխատանք անել եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ շատ արդյունավետ էր, բացի նրանից, որ մենք մեր հոգու պարտքը տվեցինք, նաեւ տեղի ունեցան բավականին լուրջ հանդիպումներ, ընդ որում մեզ ընդունեց նաեւ այսօրվա հոգեվոր առաջնորդ Մոջտաբա Խամենեի աները, որը Ղոլամ Ալի Հադադ Ադելն է, որը ժամանակին եղել է Իրանի խորհրդարանի նախագահ, իսկ հիմա նույնպես բավականին բարձրադիր պաշտոններում է գտնվում, համենայնպես հանդիպումը իր հետ, որը իդեպ մեր լրատվամիջոցների կողմից ներկայացվել է, բավականին հետաքրքիր էր, որովհետև այնտեղ հնչեցին նաև գնահատականներ թրիփի վերաբերյալ եւ թրիփի հնարավոր զարգացումների եւ այլն,
բավականին բաց պարոն Հադադադելը ասաց, որ խորհուրդ չի տալիս այդ կարգավորումով գնալու Հայաստանին եւ օրինակ բերեց նաեւ թե ինչ կարող է լինել հարևան Իրանի մյուս հարևան երկրների օրինակը բերեց, որ եթե ինչ որ մի բան ի վերջո դուրս է գալիս կտրուկ Իրանի շահերի դեմ կարող են լինել համապատասխան հետևանքներ, այսինքն սա բավականին անթակույց նախազգուշացումներ էին, թե որոնք հաստատում են այն գնահատականները, որ մենք բավականին երկար ժամանակ տալիս ենք, ուղղակի մեր ռոպագանդան տենց որոշել էր ժողովրդին խաբեության մեջ պահեր, ասելով, որ դե Իրանը դեմ չի, Իրանին մենք բացատրել ենք, որ դա շահերին Իրանի ոչ մի վնաս չի տալիս եւ հետեւաբար այդտեղ որևէ խնդրեմ չկա, այսինքն թրիպը հանգիստ կարող է կառուցվել, Իրանը դրա նկատմամբ ոչ մի ավելի շատ ակնարկում են, որ այդ վտանգը սպառնացեք, ընդունեք Ամերիկայի Միացյալ Նահանգներից այդ երկրներից, թե եթե դուք գնաք դրան, նաև մենք այստեղ կարող ենք ակտիվ լինել։ Ինչ հասկացաք դուք ավելի շատ։ Դե գիտեք ինչ։ Ինչ էին ակնարկում կամ գուցե ավելի բարձրանալու։ Մենք հանդիպել ենք ոչ միայն այդ իմ ասված անձի հետ, մենք հանդիպել ենք մի շարք տեղերում տարբեր մարդկանց հետ, որոնք ներկայացնում են եւ Իրանի պաշտոնյաներին հոգեվորականության, իդեպ որը դե նույն հոգեվորականությունն ու իշխանությունը մոտավորապես նույնն է, թեև օրինակ ինքը Հադադադելը ինքը հոգեվորական չի, հազվագյուտ մարդկանցից մեկն է, որը քաղաքականության մեջ բավականին ակտիվ դեր է ունեցել առանց լինելու հոգեվորական։ Բայց մենք հանդիպել ենք եւ պաշտոնյաների հետ, եւ փորձագիտական շրջանակների հետ, օրինակի համար մենք շատ հետաքրքիր այց ունեցանք Թեհրանի այդ համալսարան, որտեղ կա մի ինստիտուտ, որը զբաղվում է հենց Կովկասի քաղաքականության վերլուծություններով եւ այնտեղ բավականին բացահայտ մեզ հետաքրքիր բաներ ասվեցին, օրինակ մի մասնագետ կա, փորձագետ կա, Ջաշար Խաշեն, որը բաց լեզվով ասաց, որ մենք տեսնում ենք Հայաստանի էվոլյուցիան։ Ընդ որում գնահատական չտալով ըստ էության գնահատականներ տվեց, այսինքն ոչ դա չէր որակում որպես լավ կամ վատ, բայց ասենք ինքը ներկայացնում էր այն հանգամանքը, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանի պետության կոնցեպցիան փոխվում է Փաշինյանի ղեկավարության ներքո, այսինքն որ դա այլևս ազգային պետության կոնցեպցիան չի դրված, հայկական ինքնության կոնցեպցիան չի դրված, ըստ իր գնահատականների օրինակի համար այդ Սա ինչ եմ նաև բացահայտում, որովհետև մեր մամուլի ներկայացուցիչները այնտեղ նստած էին եւ այդ իրանց ներկայությամբ եղել, այսինքն սա թաքուն մտքեր չէին։ Եվ օրինակ ինքը նաև ասում էր, որ այս հոգեվորականության դեմ արշավը նաև նրա համար է, որ բացվի ճանապարհը տարբեր սեկտաների համար, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն արտաքին կառավարումը եւ միջամտության փորձերը Այսինքն իրանական տարբեր շրջանակները եւ պետական եւ փորձագիտական մեզ բավականին բացահայտ ներկայացնում էին իրենց մտահոգությունները, իրենց մոտեցումները եւ ընդհանրապես այս այցը ինքնին ես գնահատում եմ այս կազմակերպված այցը արդեն սիգնալ բավականին հետաքրքիր, որովհետեւ դա նշանակում է, որ Իրանի պետությունը, Իրանի պետական շրջանակները ցանկանում են բացվել Հայաստանի նկատմամբ եւ ավելի մեծ ազդեցություն ունենալ եւ ավելի մեծ դերակատարություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցում։ Միանշանակ բաց խոսակցություններ գնում աշխարհաքաղաքական բանի դիրքերի մասին։ Մեզ օրինակ տարան եւ մենք մասնակցեցինք մի կոնֆերանսի, որտեղ արդեն խոսքը դրված էր աշխարհաքաղաքական համակարգի մասին եւ համաշխարհային այդ այսօրվա համակարգի փոփոխության խնդիրներն էին ըստ էության քննարկվում, մասնավորապես Ամերիկայի դերի թուլացումը եւ ինչ նոր աշխարհակարգ է կառուցվում,
այսպես կոչված բազմաբևեռ աշխարհակարգը, բացի այդ խոսվում էր դրա մասին, որ նոր աշխարհակարգի գլխավոր բացի արևմուտքից բնականաբար կարևոր խաղացողներ են դառնալու Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, այսինքն այն խոսակցությունները, որոնք մենք արդեն կարելի ասել, հա, երևի 2 տարի է բացահայտ ասում ենք մեր հանրությանը, թե ինչ է կատարվում աշխարհում, բայց իշխանական պրոպագանդիստները այդ ամեն ինչը հերքում էին, ասելով որ դե չկա տենց բաներ, Իրանը շատ էլ նորմալ է վերաբերվում այս ամեն ինչին եւ այլն, մեզ բացահայտ ներկայացրեցին, որ այնուամենայնիվ ուրիշ իրողություններ են ձևավորվել եւ Իրանը բացի նրանից, որ ինքը մարտահրավեր է նետել գործող աշխարհակարգին, նա նաև պատրաստ է այսօր ավելի բացահայտ հարաբերությունների մեջ մտնել Հայաստանի հետ եւ ասեմ ձեզ մի այլ բան, որ ինձ համար շատ ուրախալի էր, որ դու գիտեք, որ մենք Հայ ազգային կոնգրեսը, մասնավորապես ես որպես վարչապետի թեկնածու Հայ ազգային կոնգրեսի կողմից շատ մեծ շեշտ դրեցինք Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցման վրա։ Եվ նախ ես կարծում եմ, որ այդ հրավերն էլ ինչ որ իմաստով դրա հետևանք էր, բացի դրանից էլ մենք անցանք մի շարք քննարկումներով այդ երկաթուղու հենց պրոյեկտի շուրջ եւ ես տեսնում եի, որ օրեցօր դրական փոփոխություն կար այդ պրոյեկտի նկատմամբ այն շրջանակների հետ, ում հետ մենք դա քննարկում էինք։ Եվ արդեն վերջում կարծես բավականին լավ դրական տրամադրվածություն էր ձևավորվել եւ նաեւ հնչեցին մտքեր, որ այս ուղղությունը երկաթուղու կառուցման ուղղությունը, բայց նաեւ ընդհանրապես հայ-իրանական ստրատեգիական կոմունիկացիաների կառուցման եւ ստրատեգիական առանցքի կառուցման ուղղությունը պետք է շարունակել։ Այսինքն մենք շարունակելու ենք դա։ Եվ ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում, երբ որ Հայաստանը հայտնվել է բավականին խոցելի վիճակի մեջ, բոլոր երկրներն են աշխարհի խոցելի իրավիճակի մեջ, երբ որ աշխարհակարգը փոխվում է, բայց մասնավորապես դա վերաբերում է փոքր երկրներին, որոնք ունեն չլուծված, չկարգավորված հակամարտություններ, իսկ մենք ունենք չկարգավորված հակամարտություն Ադրբեջանի եւ ինչ որ չափով նաեւ Թուրքիայի հետ, մեզ համար ստեղծվել է բավականին խոցելի իրավիճակ, որովհետեւ գիտեք ինչ է նշանակում, երբ որ աշխարհակարգը բանը փոխվում է, դա նշանակում է, որ հին կանոնները գրված, չգրված չեն գործում եւ գնալով ավելանում է ուժի գործադրման հնարավորությունները եւ ավելանում են ռիսկերը կապված դրա հետ, որ ինչ որ երկրներ ուղղակի իրենց շահերը առաջ բրթելու համար, ինչ որ նվաճումներ ձեռք բերելու համար պատրաստ են ուժի կիրառմանը։ Մասնավորապես լավագույն օրինակը Ադրբեջանն է։ Ադրբեջանը օգտվելով այս իրավիճակներից գնում է հարցերի լուծման, որի տակ ինքը դնում է ուժի կիրառման կամ անմիջական սպառնալիքը կամ հենց ուժի կիրառումը, որ մենք տեսանք, քանի անգամ այս Փաշինյանի կառավարման օրոք Ադրբեջանը ուժ կիրառեց Հայաստանի Ղարաբաղի Հայաստանի նկատմամբ։ Այսինքն մենք խոցելի վիճակում ենք, ես ուզում եմ նորից հիշեցնել մեր ժողովրդին, որ խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինչքան էլ որ մանտրայի պես մեր իշխանությունները փորձեն դա կրկնել, գոյություն չունի այդ խաղաղությունը։ Ընդամենը որ, չգիտեմ, 1.5 տարի չեն կրակել սահմանին, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի հետ գոյություն ունի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի խաղաղություն։ Ալիևը ինքը բազմաթիվ անգամներ ըստ էության այդ թեզը առաջ է տանում եւ ամբողջ ադրբեջանական պրոպագանդան շարունակում է այս թեզը առաջ տանել, որ մենք դեռ ունենք հարցեր Հայաստանի։ Միջև դրան գնալ ես, ուզում եմ Իրանի հետ կապված մեկ հարց ունեմ, էլի, կա ինչ որ բաներ, որ մեզ զգուշացնում էին, օրինակ, այդ ձեր միջոցով նաեւ մեզ, որ ինչ Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, կա ինչ որ տենց կարող։ Դե գիտեք ինչ, ես ասեմ, գլխավոր խնդիրը բանն է, չէ, թրիփն է։ Որտեվ թրիփը ընկալվում է Իրանի կողմից որպես
ամերիկյան իսրայելական պրոյեկտ, որը ազգային անվտանգության շահերի համար Իրանի ներկայացնում է անմիջական սպառնալիք։ Հիմա իրանք շատ լավ հասկանում են, որ իդեպ որոշ դեպքերում անգամ sense խոսակցություն է եղել, որ մենք դրա դեմ շատ խոսալու պրակտիկան ինչի չենք կիրառում, որովհետև տեսանք, որ Ռուսաստանը, երբ որ շատ ակտիվ ինչ-որ բան փորձում է Հայաստանին պարտադրել, դա պատճառաբանելով սեփական ազգային անվտանգության շահերով, դա հակառակ ռեակցիա առաջացնում հայ հասարակության մեջ, հետևաբար իրանցիք չեն ուզում նույն ծուղակի մեջ ընկնել, բայց միևնույն ժամանակ իրենք երկու հատ կարևոր մեսիջ ունեն, որը ես կարող եմ sense ամփոփելով ասել այդ բոլոր խոսակցություններից, որոշ դեպքերում բացահայտ են ասում, որոշ դեպքերում թաքնված, բայց հետևյալն է, առաջինը, որ իրենք այդ բանը Հադադ Ադելն էլ ասաց, շատ պարզ, որ իրենք խորհուրդ չեն տալիս այդ բանը իրականացնել Հայաստանի տարածքում, որովհետև իրենք համարում են, որ ամերիկացիների հետ որևէ պայմանավորվածություն չի կարող աշխատել։ Սա այս մի մեսիջը տեղավորվում է առաջին այդ իմ գծված շրջանակում, այսինքն որ իրենք խորհուրդ չեն տալիս, բայց ոնց որ ոչ էլ արգելք են դնում դրա վրա, հա, բայց դա մենակ առաջի էտապին։ Երկրորդ մեսիջը արդեն գալիս է նրան, որ եթե մենք գնահատենք, որ դա մեր ազգային շահերին ուղղված լրջագույն սպառնալիք է, անկախ նրանից ինչ հարաբերությունների մեջ ենք մենք մեր հարևանի հետ, մենք գործելու ենք այնպես, ոնց որ գործեցինք օրինակի համար այդ Պարսից ծոցի ամբողջ ճգնաժամի ժամանակ։ Օրինակ դա ինչ կերպ փոխանցվեց, շատ հստակ բանով, ինչ կերպ փոխանցվեց։ Հենց այդպես։ Եթե ասենք Trip-ային ամենայնիվ կայանա ինչ-որ բան, ապա մենք Չէ, եթե մենք գնահատենք դա որպես սպառնալիք մեր ազգային շահերին, ապա կլինի քայլեր ազգային անվտանգության շահերին, ապա մենք կանենք նույնը, ինչ որ արել ենք այլ երկրներում։ Առայժմ եթեով էր, ոչ թե որ մենք գնահատել ենք եւ դա տեսնում ենք։ Առայժմ եթեով է, բայց ենթատեքստերը շատ հասկանալի են։ Եվ այստեղ է գալիս մի կարևոր եզրակացություն, որին մեր ժողովուրդը պետք է, մեր հասարակությունը պետք է ծանոթ լինի։ Դա այն է, որ իրականում մենք ունենք չլուծված կոնֆլիկտ, ինչպես ես ասացի Ադրբեջանի հետ, լուծման այն տարբերակները, որոնք այսօր այս իշխանությունները փորձում են անել, մասնավորապես Trip-ը, ինքը թերի է, թեկուզ միայն այն առումով, որ հարևան երկրի կողմից դա ընկալվում է, իրենք ասում են կարող է ընկալվել, բայց իրականում ընկալվում է, այս բացահայտը կարող եմ ասել, ընկալվում է որպես հակաիրանական սպառնալիք Իրանի ազգային անվտանգության շահերին։ Դա հարցի մի կողմն է, բայց մյուս կողմից Ադրբեջանը տեսեք ոնց է իրեն պահում, նորից պնդում է, որ պիտի սահմանադրությունից անկախության հռչակագիր, այսինքն նորից ու նորից դրա մասին է խոսում, ես չեմ հասցրել եթերում էի ծանոթանալ, դուք նաև փոխանցեցիք, որ Ալիևը ինչ է հայտարարել օրերս, հա, ինչ է ասել, խնդրեմ։ Ալիևը շատ հետաքրքիր, բայց մի հատ ավարտենք Իրանի մասը, ուրեմն իսկապես ստեղ խնդիրը հետևյալն է, քանի որ ունենք այս հակասությունը, հա, Ամերիկայի շահերի, Իրանի շահերի միջև այս խոցելի իրավիճակում, ես կարծում եմ ելի լուծումը կարող է լինել մի բան միայն։ Այնուամենայնիվ, այն ինչ որ մենք ձևակերպում ենք որպես գերտերությունների շահերի ներդաշնակեցում։ Ինչ մեկ մեր 3+BRICS պրոյեկտը, երկաթուղու կառուցման պրոյեկտը, հիմա ինչպես կարելի է Հայաստանի տարածքում ներդաշնակեցնել Ամերիկայի եւ Իրանի շահերը։ Շատերը ասում են դա անհնար բան է, մենք ստիպված ենք լինելու ինչ-որ բան ընդունել։ Բայց ես դες կարող եմ ասել, որ իմ շփումները իրանական շրջանակների հետ ցույց են տալիս, որ Իրանը այդ լուծման մեջ ինքը այդ լուծմանը նորմալ է վերաբերվում, եթե տեսնում է ներդաշնակեցում։
Այսինքն այնպես չի, որ իրանք ասում են, չէ, վերջ եւ այլն, բայց պետք է լինի Իրանի ազգային անվտանգության շահերի հաշվառում այդ ամեն ինչի մեջ, եւ դա ես համարում եմ շատ հնարավոր բան։ Իհարկե, այս պահին դա թվում է մի հատ բան, անհնար բան, որովհետեւ հենց այս պահին ինտենսիվ, հենց այս գիշեր եղել է ինտենսիվ ռմբակոծություն, ընդ որում փոխադարձ։ Միացյալ Նահանգները խփել են բազմաթիվ օբյեկտների Իրանի տարածքում, Իրանը փոխադարձ պատասխաններ է տվել ամերիկյան բազաներին, այսինքն հիմա բավականին ինտենսիվ պատերազմի ֆազայի մեջ ենք էլի հայտնվել Ամերիկայի եւ Իրանի միջեւ։ Գիտեք, ասենք, երբ որ այդ հուշագիրը ստորագրվեց Ամերիկայի եւ Իրանի միջեւ, թվում էր թե ահա ինչ որ մի բան ձևավորվում է եւ շատ հնարավոր է այնուամենայնիվ այդ ստեղծվի մի մթնոլորտ, որտեղ այդ ներդաշնակեցումը դառնում է հնարավոր։ Հիմա այս պահին ոնց որ էլի այդ բանը ամեն ինչը ջրվել է, բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ սա նաեւ նշանակում է, որ այդ տրիպլն էլ հնարավոր չի։ Ոչ ամերիկացիք են գնալու առաջ նման մթնոլորտում, ոչ էլ Իրանը թույլ կտա նման բան գնա առաջ։ Հետևաբար չէ, դե ինչ ես վստահ եմ, որ այնուամենայնիվ բազմաթիվ քաղաքական ֆակտորների պատճառով այս պատերազմը ձեռ չի տալիս ոչ Ամերիկային, ոչ Իրանին։ Ի վերջո ինչ որ լուծում պետք է լինի։ Այդ լուծման ուրվագծերը ձևավորվել են հուշագրի այդ տեքստի մեջ։ Հիմա կարծես թե սա համենայնպես եղան հայտարարություն է, որ Թրամփը սա չեղյալ է համարում եւ այլն, բայց բանակցությունները շարունակում են։ Պակիստանն ու Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը, փորձում են ինչ-որ լուծումների գալ, այնուամենայնիվ ես վստահ եմ, որ քանի որ մեծ հաշվով այս պատերազմը ձեռնտու չի ոչ Ամերիկային, ոչ Իրանին, այնուամենայնիվ կամաց խաղաղությունը, բանակցությունները իրենց ճանապարհը։ Բայց դուք նաեւ ասում եք դրանից է կախված նաեւ մեր ճակատագիրը։ Կախված է, իհարկե։ Այս եթե նայեք պատերազմական վիճակում ես կարծում եմ Հայաստանը շատ խոցելի է։ Եթե Ամերիկայի ու Իրանի միջև ձևավորվի ինչ որ բաներ, բանակցություններ, ինչ որ խաղաղության ճանապարհ, այդտեղ մենք ստանում ենք բավականին լուրջ շանս։ Հիմա այս թեմայի հետ շատ կապվում է այն ձեր մյուս հարցը տված, թե Ալիևը ինչ է մեզ ասում։ Ես էլի պնդում եմ, շարունակում եմ պնդել, Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, ոչ թե այն պատճառով, որ ինքը իսկապես մտածում է, որ դե մեր սահմանության մեջ կա լուրջ սպառնալիք եւ հավակնություն Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Ալիևը շատ լավ գիտի, որ Հայաստանը չի գտնվում այն վիճակում, որ ինքը կարողանա, ասենք, տասնյակ տարիների տեսանելի ապագայում որևէ ռազմական վտանգ ներկայանա Ադրբեջանի համար։ Ալիևը շատ լավ գիտի, որ կա սահմանադրական դատարանի համապատասխան մեկնաբանություն, որը բաց տեքստով ըստ էության որպես վերջնական եզրակացություն, իդեպ սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որը կարող է մեկնաբանի որևէ դրույթ մեր սահմանության մեջ, բաց տեքստով ասում է, որ այն ինչ որ այն հղումը անկախության հռչակագրի վրա, որը այսօր գոյություն ունի մեր սահմանության մեջ, ինքը իրականում չի պարունակում 1991 թվականին ձևավորված այդ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն Ադրբեջանի տարածքի վրա։ Ալիևը շատ լավ գիտի սա։ Այսինքն ակնհայտ է, որ երբ որ ինքը շարունակում է պնդել, որ անպայման պետք է Հայաստանը այդ սահմանադրական ռեֆորմը կատարի, ինքը շարունակում է պնդել, որովհետև իրեն խաղաղություն պետք չի։ Ինքը իր հիմա գլխավոր հաշվարկը հետևյալն է, որ քանի որ կան չլուծված հարցեր համաշխարհային այս քաղաքականության մեջ, բալանսի, աշխարհակարգի նոր աշխարհակարգի ձևավորման հնարավոր շատ տարածքներ վերցնի Հայաստանից։ Ինքը տեսնում է իր համար, որ շատ հնարավոր իրավիճակներ կարող են լինել, երբ որ ինքը կարողանա այսպես կոչված Զանգեզուրի հարցը լուծել ռազմական եղանակով։ Միայն։ Սա միակ բացատրությունն է Ալիևի կեցվածքի։
միակ բացատրությունը։ Այսինքն ինքը իր համար ցանկանում է ռազմական։ Այսինքն Ալիևին ձեռնտու չէ խաղաղություն։ Դա գիտակցում է Ոչ Նիկոլը թե ոչ։ Ալիևին Նիկոլի վարած քաղաքականությունը։ Ալիևին ձեռնտու է, ոնց որ Տրոցկին էր ասում, «Ни войны, ни мира» իրավիճակը։ Գիրեք Բրեստ-Լիտովսկիից հետո այդ բանը բոլշևիկների քաղաքականությունն էր, «Ни войны, ни мира»։ Այս իրավիճակը Ալիևին ձեռնտու է, որովհետև մի կողմից ինքը շարունակում է այս վիճակում թելադրել ամեն ինչ, ինչ որ Ադրբեջանի պետք է, այսինքն առանց փամփուստ կրակել ինքը կամաց ստանում է իր ուզած բոլոր Եթե այսօր ասել է, բաները, բայց չէ, բայց միևնույն ժամանակ ինքը չի սահմանափակում իր հետագա ստրատեգիական պլանները, այսինքն սա շատ ձեռնտու վիճակ է։ Համ ստանում եմ ինչ որ բան, համ էլ ոչ մի պարտավորություն ինձ վրա չեմ ընդունում Հայաստանի վրա չհարձակվելու վերաբերյալ։ Ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր հանցագործությունը հենց սա է, որ ինքը այս քաղաքականությանը Ալիևի սպասարկում է։ Հիմա տեսեք, դուք ասացիք ինչ է ասել Ալիևը։ Ալիևը ասում է, հարց են տալիս Ալիևին, ասում են լավ, այդ ոնց եղավ, այդ ինչ հրաշալի դիալոգ էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, երկխոսություն, որ այտենց հրաշալի խաղաղ սահմանազատում եղավ, Հայաստանն էլ 3 գյուղ վերադարձրեց Ադրբեջանին։ Ինչ է պատասխանում Ալիևը, շատ կոշտ ու կոպիտ, ասում է, դա չի եղել երկխոսություն, դա եղել է մենախոսություն, մոնոլոգ։ Մենք հայ ժողովրդի հետ, Հայաստանի հետ մենք վարել ենք մոնոլոգ։ Այսինքն թարգմանում եմ։ Սա նշանակում է հետևյալը, որ ինչ ուզե արել է, որ ինչ որ մենք թելադրել ենք, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի խոսացել, խոսացել եմ մենակ ես, սա եղել է մոնոլոգ։ Նիկոլ Փաշինյանը չկա։ Ես խոսում եմ ու անում եմ։ Կա, բայց ինքը մենակ լսողի դերում է։ Դե բա ինչի հաշիվ է այդ չեղածի հաշիվ է, չէ՞։ Հա, հասկանալի է, այսինքն մենք եթե թարգմանում ենք ինչ է նշանակում չի եղել երկխոսություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, եղել է մենախոսություն, մոնոլոգ, դա նշանակում է, որ մենք թելադրել ենք Հայաստանին ու ամենամեծ խնդրեմը հետևյալն է։ Այդ դիալոգը էլի չի ձևավորվում։ Այսինքն մոնոլոգը շարունակվում է, անգամ ես այտենց միամիտ կարծիքներ եմ լսել, որ մեր որոշ փորձագիտական շրջանակներ հնչեցրել են, որ դե գիտեք ինչ, քանի որ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց համանդրական մեծամասնություն ձևավորել մեր պարլամենտում։ Ուրեմն Ալիևը հիմա բանա, այդ մի բանի, այդ մի պահանջի վրա չի պնդի։ Այդ մեր ընդդիմադիրներն են ասում, թե այդ նիկոլական բաներ ավելի շատ, որովհետև դա սա միայն փորձագիտական շրջանակներ իրանց սպասարկող այսինքն չէ, սրանք ավելի շատ չեզոք շրջանակներից եկող բան է, որ դե հիմա ասենք այո, ավելի շատ ոնց որ հարող դեպի իշխանություն շրջանակներ, ասում են դե հիմա արդեն Ադրբեջանը չի պնդի այդ բաների վրա, էդ էլ ջրվեց։ Ադրբեջանը լավ էլ պնդեց։ Այո, իմիջիալոց այնքան մեծ ինքնավստահություն է տվել Նիկոլ Ալիևին, որ ինքը կարծում եմ բանը որևէ կաշկանդիչ բան չունի, անընդհատ կարող է դրա մասին հրապարակային նման բովանդակ ինչ որ բաներ հայտարարի, ոնց ուզում անում եմ, ինչ ուզում անում եմ, բան, իսկ ումա ժամանակ առ ժամանակ ուղղակի այդպես Էրդողանն է որոշակի սամվան անում, ասում է հանգիստ էլի հոպարն է, մի քիչ հանգիստ, մեկը անում ենք, ամեն ինչ վերցնում ենք, մի քիչ հանգիստ։ Իսկ ինչ է պատասխանում դրան բանը Նիկոլը ասում է Նիկոլին չա պատասխանում մեր պաշտոնական արտաքին քաղաքական այդ բանը պնդումները հետևյալն են ասում են եթե շատ ծանր մի հատ բան ասում Ադրբեջանի կողմը որ անհնար է էլի արդեն ռեակցիա չտալ ասում են դե հա այո դրանք հայտարարություններ են որոնք այնքան էլ չեն նպաստում խաղաղության կամ իր մանիպուլյացիաներով ասում եք սատկացնեմ Սամվել Կարապետյանին, ով որ դիմացից դուրս է եկել, չգիտեմ, Ծառուկյանին, բոմժ կդարձնեմ, կսատկացնեմ, սակայն որտեվ այդ մարդուն ուրիշ բանի վրա բռնացնում են, ասում են, ընկեր, դու այստեղ չկաս, բայց այնտեղ քո անունից մեկը խոսել է, այդ մարդը կոնկրետ ասել է, քեզ օգնել եք, բան, ասում է, «Յա, բա որ Ծառուկյանի հետ խոսել, բա որ», այսինքն ինքը նենց մանիպուլյացիաներ կանի այնպես որ իր համար եկեք չմտածենք։ Այսինքն եկեք ոչ մի պատրանք չունենանք։ Ալիևը չի հրաժարվելու իր այդ ինչա ուլտիմատումը ոնց են հայերեն ասում։ Վերջնագրից։ Վերջնագրերից
Ալիևը շարունակելու է Հայաստանի նկատմամբ եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այսպես կոչված մոնոլոգի իրականում դիկտատի քաղաքականությունը եւ Հայաստանի իշխանությունները իրենց մեջ ոչ մի դիմադրության ռեսուրս ոչ միայն չեն գտնում, իրենք հակառակը իրենց իշխանության ամրապնդման որպես գործիք հենց դրա մեջ են փնտրում, որ իրանք կատարեն Ալիևի ասածները։ Այսինքն հիմա նայեք ի վերջո Նիկոլ Փաշինյանը օգտագործեց չէ՞ Ալիևի դիկտատը մեր ժողովրդին վախեցնելով ասելով եթե ես սահմանադրական եւ 21 թվականի եւ 2026-ի եթե սահմանադրական մեծամասնություն չունենամ սեպտեմբերին լինելու է պատերազմ ահավոր մի պատերազմ եւ այլն սա օգտագործեց չէ ինչ որ ձայներ հավաքելու համար դա էլ չբավարարեց իրան հիմա ինքը շարունակում է այդ նույն քաղաքականությունը ինքը շարունակում է ասել որ քանի որ Ալիևի կողմից Ադրբեջանի կողմից այս պահանջները կան որ մենք մենք ուզում ենք խաղաղության մեջ ապրել այս կողմենքում ուրեմն դուք հայ ժողովուրդ պետք է ներեք այն ամեն ինչը ինչ որ ես անելու եմ ձեր դեմ պետք է ինձ թույլ տաք հանդուրժեք ես այո ձեզ զրկելու եմ ձեր ինքնության շատ դրսևորումներից Ես բովանդակազրկելու եմ հայոց պետությունը որպես ազգային պետություն։ Ես խախտելու եմ այո հայ առաքելական եկեղեցու դիրքերը Հայաստանում։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը լինի ոչ թե հայերի ազգային պետություն, այլ լինի Հայաստանի քաղաքացիների պետություն շատ ֆորմալ բովանդակությամբ, այսինքն սա քաղաքացիների պետություն, ով ուզում է թող լինի այդ քաղաքացին, ուզում է ադրբեջանցի լինի, ուզում է հնդիկ լինի, ով ուզում է թող լինի, սա ես հիմնում եմ ֆորմալ մոտեցում Հայաստանի Հանրապետության բովանդակության նկատմամբ, ֆորմալ մոտեցում, սա լինելու է այն պետությունը, որը չի ունենալու այդ ազգային պետության բովանդակությունը, ազգային ինքնությունը եւ այլն եւ այլն։ Հիմա ինքը սա անելու է։ Սա անելու է, մենք պետք է հասկանանք արդարացնելու է սա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտության բանով, այդ անհրաժեշտությամբ գնալու է առաջ եւ դրա առաջին դրսեւորումը դառնալու է այն, որ ինքը պետք է կատարի Ալիևի պնդումը եւ հանրաքվեի դնի նոր սահմանադրությունը։ Դա ոնց պիտի, հա, ասենք 2/3 խնդիրը կա իր առաջ։ Հիմա վստահաբար ինքը գիտի ինչա ուզում անի։ Ինքը արդեն հա Նարեկ Կարապետյանին ոնց որ ներկայացվել է Իշխան Սաղաթելյանին, Նարեկ Կարապետյանին, դել չեմ խոսում պարլամենտ չանցած ուժերի հետ ինչ անում։ Դա ուրիշ մի հատ խոսակցություն է, դրա մասին խոսենք։ Անցածներից են այնտեղ մարդիկ կան, Ղազինյանը, անցածների, հա, ասենք կարծեմ 50 հոգի, հա, ուժեղ Հայաստանից միայն այսօր ձերբակալված են, արդեն Նարեկ Կարապետյանի համար դիմել են։ Ու այնտեղ միակ խնդիրը նա, ինչքան հասկացա, որ նոր ազգային ժողովի կազմը դեռ չկա, որ կարողանա բավարարի այդ, այսինքն ստատուսը դեռ բաց չի Նարեկ Կարապետյանի հետ, ինքը պատգամավոր է, թե չէ։ Դրա համար դիմել էին բանին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ այդ անձեռնմխելությունից իրան զրկի, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս անգամ որոշեց օրենքին հետևել եւ ասաց, որ գիտեք ինչ, մեր լիազորությունը այդ առումով արդեն ավարտված է։ Շատ լավ, այսինքն ժամանակի հարց է Նիկոլի համար, ինքը բոլոր այս կամային կերպեղած խոչընդոտները պիտի հասկանանք ինչի է։ Բայց այստեղ ամենակարևոր միտքը դեր այն էր, որ դուք ասում եք անկախ նրանից սահմանադրություն կփոխի, թե սա կանի, նա կանի, Ալիևը հստակ արձանագրել է, որ դա Ալիևին պետք չի, որտեվ եթե ձեզ թվում է դա պիտի անի գնա խաղաղության, չէ, Ալիևը ունի։ Ալիևին պետք չի դա, բայց Ալիևին պետք է այս process-ը։ Այո։ Այո։ Այս process-ը, որով ջարդվում է հայկական ինքնությունը, հայ ժողովրդի ողնաշարը, հայկական ազգային պետության ողնաշարը։ Այս process-ը Ալիևին պետք է։ Եվ այդ process-ի գլխավոր կատարողը, իրականացնողը Ադրբեջանի ըստ էության կուսակալը
դա Նիկոլ Փաշինյանն է։ Միջև հիմա նկատելի է, որ Ալիևը այս ամենով հանդերձ, տեսեք ինչա ձեռքը հայտնվել էլ, ինքը այնուամենայնիվ վախեր ունի, գերիներին չի թողնում, ազատ չի արձակում։ Նաև ձեր կարծիքն եմ ուզում լսել, թե ինչու Նիկոլը ոչ մի բան չի անում, որտեղ երևի լսել եք Դավիթ Իշխանյանի խոսքը, որ մեզ էստեղ ասեցի, որ ձեր իշխանությունները անգամ չեն ուզում։ Ինչով է հիմա վտանգ սպառնում, ասենք այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի համար, եթե ինչ որ մի բան աներ, ընտրությունից առաջ կամ հիմա բերել։ Նախ այս հարցը, բայց ինքը ոնց որ թե շարունակում է վախ ունենալ, ինչու, որտեղ խոսել է նույն օկուպացված Շուշիից խոսել է Ալիևը ասելով, որ այնտեղ օլիգարխ ունեն, որ կաշառում է իրան, դուք շատ ավելի լավ գիտեք, հա, եղել եք այնտեղ աշխատել եք, մեր ներկայացուցիչն եք եղել նաև խորհրդարանից, որ իրենց են միշտ մեղադրել, որ խավիարային դիվանագիտություն են, հա, բանեսում, հիմա փաստորեն տարածում է դրա վրա, Սամվել Կարապետյանի վրա է տարածում, եւ անդադ ռևանշիզմի մասին է խոսում, այնուամենայնիվ ունի այդ մտահոգությունը Ալիևը, որ ինչ-որ բան կարող է փոխվել։ Հասկանանք ինչի համար է սա արվում։ Սա արվում է, որ Հայաստանում կոտրվի եւ ընդհանրապես բոլոր դիմադրության, չէ, ազգային ոգին։ Այսինքն, եթե դու ժամանակին հետապնդել ես որևէ ազգային նպատակ, լինի դա, ասենք, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, լինի դա Հայաստանի անկախության պահպանումը եւ այլն, դու պետք է նստես ադրբեջանական բանտում։ Որպես կոմպրոմիս կարող ես նստել հայկական բանտում։ Եվ այս առումով տեղի է ունենում, ինչ ասեմ, Հայաստանի մի կոպիտ բառ կօգտագործեմ, ազգային առումով կրտումը։ Կներեք այս բառի համար, բայց դա ուղիղ այն է, ինչ որ փորձում է Ալիևը իրականացնել Հայաստանում։ Իսկ այդ, այսինքն ոչ թե խաղաղությունն է նպատակը, այլ կրտումը, ազգային ոգու վերացումը Հայաստանում։ Եթե դա նպատակը, բնականաբար դու պիտի Ռուբեն Վարդանյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, մնացած բոլորին պահես բանտերում։ Դավիթ Իշխանյանին։ Ավելին, դու պիտի այնպես անես, որ հայկական իշխանություններն էլ մտնեն այդ process-ի մեջ։ Ինչպես որ կա։ Ինչ որ հա, ինքը իր արժև ես վստահ եմ նպատակ ա դրել, որ մի օր Նիկոլ Փաշինյանը արդեն ոչ միայն այս ձերբակալվածներին, այլ արդեն գնա այն երեք նախագահներին, ընդհանրապես Արցախում անցած բոլորին։ Չնայած ոնց որ երկու նախագահի մասին է հիմա, եթե sense վերլուծում ես ադրբեջանական այդ փորձագիտական շրջանակների, չգիտեմ, падգամավորների։ Կարող է մի քիչ Նիկոլի ճաշակով են շարժում, այնուամենայնիվ Նիկոլը որոշակի բան ունի։ Չէ, ինչ որ դուք հիշում եք, հա, որ Ալիևը ինչ որ պահի ձեռնարկեց նաև քայլեր, այդ նույն դատավարության ժամանակ նաև առաջին նախագահի նկատմամբ, եթե հիշում եք, այն որ 93 թվականի մի հատ տեսագրություն բան արեցին, ցույց տվեցին եւ հետո սկսեցին այդ չէ նյութերում դա առաջացա որ սա առաջին նախագահի ծրագիրն է եղել եւ այլն հիմա կարծես ոնց որ այդ մի պահը մի կողմ են դրել չգիտեմ դա ժամանակավոր է թե բանա ես մի բան գիտեմ որ անկախ տակտիկական վերիվարումներից Ադրբեջանի այսօրվա իշխանությունների նպատակը դա ազգային ոգին Հայաստանում ճնշելն է կոտրելն է ամորձատելը կրտելը սա է գլխավոր քաղաքականությունը խաղաղության հետ խաղաղության հաստատման հետ սա ոչ մի կապ չունի մեր ընդդիմությունը չկարողացավ դա մեր հանրությանը հասցնել զգուշացնում էին ասում են բայց մենք եկեք ընդունենք որ չկարողացանք անել որտեղ հանրությունը եթե հանրության մեջ անգամ կա 300,000 մարդ գնաց եւ ձայն տվեց այս ամբողջ կեղծիքներով հանդես է Նաև դա է նշանակում ես գիտեք ասել եմ հիմա էլ կասեմ չեմ զլանում սա ասել իրականում համաշխարհային օպերացիա տեղի ունեցել Հայաստանում համաշխարհային օպերացիա բոլոր շահագրգռված երկրների ներգրավմամբ նրանց հետախուզական եւ Թուրքիա Ադրբեջան ծառայությունների ներգրավմամբ որի նպատակը եղել է պահել Նիկոլ Փաշինյանին իշխանության, որպեսզի այս քաղաքականությունը շարունակվի, հա? Այս վերջին ընտրության մասին եք խոսում։ Հա, վերջին ընտրության մասին։ Այնպես որ ասել որ բարձրաբան չեն է թաքցնում իրենք։ Հիմա էլ նոր եկել է այստեղ, կարասը ասում է որ մենք այո
հիբրիդային պատերազմ է գրում, իրականում իրենք են, այս 30 տարիա մեր դեմ հիբրիդային պատերազմ անում, նույն այդ հավաքական Եվրոպան, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Ամերիկան ասում է նորից գումար կտանք, մենք չեն էլ թաքցնում, որտեղ բաց եկել է։ Հիմա այստեղ մի հատ կարևոր բան եմ ուզում ասել։ Այս ասելով ես չեմ մեղադրում ոչ Միացյալ Նահանգներին, ոչ Իսրայելին, ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին, ոչ մեկին չեմ։ Այդ պետությունները հետապնդում են իրենց ազգային շահերը։ 5000 տարի է ստեղծված են, հա, պետությունների պատմությունը, մարդկության պատմության մեջ 5000 տարի է որ պետություններ գոյություն ունեն։ Այդ 5000 տարվա մեջ միշտ եղել է նույն բանը։ Իսկ պետությունները հետապնդել են իրենց շահերը, խառնվել են այլ պետությունների, հատկապես թույլ պետությունների։ Դիմացել են կամ չեն դիմացել կամ մեծեր անգամ չեն դիմացել։ Ես չեմ մեղադրում, ասում եմ քեզ, ոչ բանին, ոչ Ամերիկային, ոչ Իսրայելին, ոչ Ռուսաստանին, ես կարող եմ մեղադրել։ Միայն մեզ Հայաստանի իշխանություններին, հայկական քաղաքական ուժերին, որովհետև դա մեր պարտավորությունն է։ Ու մեր առաքելությունն է, որ մենք սեփական ազգի ճակատագիրը եւ ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը վերցնենք մեր ձեռքերից։ Դա մեր պարտավորությունն է։ Շատ լավ բան ասեցիք, բայց հիմա տեսեք, եկեք ավելի դրվագային, հա, ասենք, մերն է եւ հիմա ինչ են անում, ասենք, Սահմանադրական դատարանում հարցը քննվում էր, փոխանակ բոլոր ուժերը այնտեղ լինեին, ասեին մեր հարցն է, դա այդպես չտեսան։ Գագիկ Ծառուկյանին տեսակ ինչ ստորացուցիչ, նվաստացուցիչ հանգամանքներում տարան, պետք է որ այդպես այդ դեպքի մասին ես ուզում եմ հատուկ խոսալ, ցավոք ես այդ ժամանակ Իրանում էի, չնայած մեր կուսակցությունը հայտարարություն արեց համապատասխան ընդհանուր, այսինքն մենք այդ մեր համերաշխությունը հայտնել ենք որպես կուսակցություն։ Այդ արեց որ իր հոգին փառավորվի, թե Ալիևի հոգին փառավորվի, որտեղ ձեր ասած ամբողջ խոսքը բխում է նրան, եթե նա որոշե որ պիտի, այսպես ասեմ, կամազրկի վերջնական հայ ժողովրդին, ուրեմն նաև Ալիևի հոգին է փառավորվել տեսնելով, որ ազդեցիկ դեմքերից մեկին ինչպես են բորենները, այսպես ասած, տապալում գետնին։ Չէ, հասկանալի է ցավոք սրտի ինչի համար է ինքը դա արել։ Դա իրականում ոչ մի լուրջ խնդիր չէ լուծում բանի առումով։ Ինչ ասեմ, ասենք օրինակի համար բողոքական շարժումը կամ անդիր ընդվզումները խեղդելու առումով։ Այդպես խնդիր չէ լուծում, որովհետև առանց այդ էլ պարզ էր, որ սա չի լինելու։ Ծառուկյանը չէ, որ ինքը 4-րդ տեղն է, չէ, վերցրել բանով, օֆիցիալ արդյունքներով 4% է վերցրել, այդ 4% վերցած ուժը չի, որ պետք է ինչ-որ բան որոշի ընդվզման հարցում։ Այսինքն դա ոչ մի պրակտիկ նպատակ չի լուծել։ Հետևաբար պետք է հասկանանք, լավ, ինչի համար է դա անում։ Եվ գալիս ենք շատ տխուր մի եզրակացության։ Ես կարծում եմ, որ սեփականության բան։ Չէ, սա բան է։ Չէ, բայց նաև սեփականություն։ Սա երկու խնդիր է։ Սա երկու խնդիր են հետապնդել։ Նախ Նիկոլի անձնական վախերի փարատումը, որովհետև իր վառ երևակայության մեջ, երբ որ Ծառուկյանը իրեն պատասխանելով իդեպ իր լեզվով ասաց, որ վանդակի մեջ կդնեմ տենց Բայց դրանից առաջ ասեց կսատկացնեմ, բոմժ կդարձնեմ քեզ։ Ես ասեցի դրա համար, ասում եմ պատասխանել։ Այսինքն ինքը տեսել էսեք ինչ էր ասում։ Ես ասում եմ դրա համար Չէ, հետո ավելին մեղադրեց, ասեց գործակալներ եք, բոլորդ լրտեսներ եք։ Հասկանում եմ, ես ասում եմ դրա համար ասեցի, որ Ծառուկյանը իրան պատասխանելով է այդ բանը ասել, բայց Նիկոլ Փաշինյանի վառ երևակայության մեջ ինքը հայտնվել է արդեն Ծառուկյանի այդ ворց առյուծի հետ մի վանդակում ինքը Փաշինյանը հայտնվել է երևակայության մեջ իր վառ երևակայության մեջ եւ դա առաջին հերթին լուծում է իր համար իր հոգեբանության հարցը այսինքն ինքը ուզում է այդ վտանգը ոչնչացնի պրիմիտիվ հասկացված այդ վտանգ այդ իր անգամ իր երևակայության մեջ եղած այդ դեպքը իրան տրավմա է դա։ Դե ուրեմն այդ հոգեբանական տրավմա։ Ձեր տրամաբանությամբ եթե առաջնորդեք, ուրեմն ինքը ոչ թե ասել եք սրսկեք որ քնի, այլ սրսկեք որ անկի, սատկի։ Ես ասում եմ ինչի համար է դա արվել։ Ինքը այդ իր երևակայության վառ երևակայության վտանգը, տրավման, որ իրան պատճառվել է այդ բանով, ինքը փորձում է չեզոքացնել։ Ու այդ բնականաբար սուտ է, որ ասում ես այդ չեմ էլ տեսել այդ բանը, ինքը 15 անգամ նայել է հաճույք հաստատել այդ տեսանից, դա ակնհայտ է, բայց սա խոսում է մի կարևոր հանգամանքի մասին։ Սա խոսում է, կներեք, սա սիգնալ է մի մեծ վտանգի մասին, որ սպառնում է մեր հասարակությանը։ Երբ որ
քո ազգի, քո պետության ղեկավարը մի մարդ է, որը ունի նման հոգեբանական խնդիրներ, իսկ դրանք, ասենց ասեմ, դա ճղճիմություն է։ Սա ուրիշ բան, սա նշանակում է շատ փոքր մարդու հետ գործ ունենք։ Գործ ունենք մի մարդու հետ, որի իր մանր վախերը ավելի կարևոր են, ավելի իրական են, քան թե ռեալ ազգային անվտանգության սպառնալիքները։ Իր համար սա ավելի կարևոր։ Մենք գործ ունենք մի հատ ճղճիմության հետ։ Մի հատ բառ կա, ես չգիտեմ դրա թարգմանությունը ոնց անեմ հայերեն, ущербность, ռուսերեն sense բառ կա։ Այս մարդը ущербный է հոգեբանական իմաստով։ Ինքը նաև զբաղվում է իր հոգեբանական թերապիայով, երբ որ նման բաներ է անում։ Հասկանում եք։ Իհարկե, ու սա շատ վտանգավոր է, որովհետև եթե նման մարդ է ղեկավարում այսօր Հայաստան, դա նշանակում է, որ մենք կանգնած ենք շատ լուրջ վտանգների առաջ Հայաստանի ադրբեջանիզացիա եմ ասել, ավտորիտար երկիր դառնալ, դիկտատուրա դառնալ եւ այլն։ Հայաստանում սա սիգնալ է, որ Հայաստանում լինելու են քաղաքացիական, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներ, սա ու դրանք այդ բոլորը ղեկավարվելու է մի մարդու կողմից, որը անկայուն հոգեբանական իրավիճակ ունի։ Անկայուն հոգեբանական մի հատ վիճակ է, այդ մարդու մոտ, որը իր ներքին վախերը, իր ներքին այդ կոմպլեքսները, բարդոտավորվածությունը կանխորոշում են նրա գործողությունները։ Սա մեծ վտանգ է մեր ժողովրդավարության։ Արեգնազ Մանուկյանի ձերբակալելն էլ դրա։ Բնականաբար, դրանք բոլորը դրա շարունակություն, ուղղակի Ծառուկյանի պարկեցնելը շատ բան բացահայտում է։ Այդ հոգեբանության։ Իհարկե, եկեք ասենք, այդտեղ մենակ հոգեբանական պատճառներ չեն։ Այսինքն սա մենակ բան չի։ Չէ, նաև ինքը ագահ մարդը խլում է այդ մարդու ունեցվածքը։ Ճղճիմ, այո, հոգեբանական տրավմաների այտենց մենեջմենտի հարց չի։ Սա նաև ինքը շատ լավ գիտի, որ հասարակության մի հատված կա, բավականին լուրջ հատված, որը ասում է, հա, ծափարում է, բավարարվածություն ազգում, որ այս բանին Ծառուկյանին տես պարկացրին, բանարին, չգիտեմ, Զուրաբյան, բայց անգամ հոգեբանները բացատրում են, որ շատերի մոտ հակառակ բան է, եթե անտարբերություն կար, բայց հիմա տեսնում են մարդը մենակ առանց դիմադրելու կանգնած է 20 հոգի փորձում են տապալել, բան է առաջանում։ Բնականաբար ես ուրախ եմ, որ այդ ռեակցիան կա։ Բայց կա նաև այն մյուս։ Այդտեղ սխալ հաշվարկեր արել։ Բայց կա նաև այն, չէ, կա նաև հատված, որը օրինակ համար ես լսել եմ։ Հա, լավ։ Բավականին դե չկայացած ճիճուներ էլի, իրանց լուրջ մարդ համարող մարդկանցից ես լսել եմ հետեւյալ գնահատականներ, որ ասում են հա, այդ լավ բան չէր, իհարկե, այդ լավ բան չէր, բայց արդյոք տենց կարելի է վարչապետի հետ խոսալ։ Դե նիկոլականներ են դրանք։ Դրանք են շահ ունեցող նիկոլականներ են։ Ուրիշ ոչ մի բան չկա, ընդհանրապես դա է։ Ուզում եմ ասեմ, որ բավականին ստվար հատված կա մեզ մոտ, ստվար հատված կա, որը ունի, չէ, կներեք, ունի նաև մի քիչ, սենց ասեմ, իր հիվանդությունից Նիկոլի հիվանդությունից ասիական մտածողություն, որ բանա, այո, բանին ղեկավարին չի կարելի տենց ինչ որ քննադատել, չի կարելի տենց իր դեմ ինչ որ բաներ ասել, անգամ դա վիրավորական կարող է նրա հեղինակության դեմ ուղված որևէ քայլ դա վիրավորական է եւ այլն եւ այլն։ Սա բան է, ոչ դեմոկրատական մտածողություն է, դե հիմա չեք կարող ասել մեր հասարակությունը ամբողջությամբ դեմոկրատական մտածողություն չի։ Ավելի շատ շահադիտական, նիկոլական են եւ փորձում են Նիկոլի հետ կապված ինչ որ մի բան կա, եկեք մի քիչ բանով չանենք։ Այսինքն չէ, ես ուզում եմ մի միտքը ճիշտ հասկացվի։ Այսինքն Փաշինյանը նաեւ ունի այստեղ մի թեթև ռացիոնալ հաշվարկ։ Ինքը մտածում է, որ այս բանով նվաստացնելով ազգի այլ երևելի ֆիգուրներին ինքը հաստատում է իր, ասենց ասեմ, ասիական հեղինակությունը, այսինքն ինքը սրանով դառնում է ավելի ուժեղ հասարակության որոշ հատվածներ։ Բայց այդ հասարակությունը տեսնում է Ալիև ամբողջական նվաստացնում եւ ստորացնում է եւ այնտեղ բացարձակ չկա, ինչի մասն է խոսքը։ Այդ ինքը կարա, այդ ինքը հանգիստ կարա ռոպագանդայի միջոցով։ Ասում ինքը вообще ով է որ երկ խոսեմ, ես մենակ եմ։ Ինքը դա ռոպագանդայի միջոցով հաղթարում է։ Ինքը ասում է մենք գնում ենք դեպի խաղաղություն, այնա Եվրոպան մեզ աջակցում է, Արևմուտքը մեզ աջակցում է եւ այլն, հենց որ մենք գնում ենք, այդ բանը ինքը կարողանում է բացատրել։ Այդ բանը ինքը կարողանում բացատրել, բայց այստեղ ասում եմ մենք խնդրեմ ունենք, այո, նաև հասարակության մեջ դեմոկրատական
արժեքները այդքան բայց մենք արմատավորված չեն։ պրոբլեմ ունենք հավաքական արևմուտքի հետ կանգնած, այս այլասերված դեմքով որ ներկայանում են, ֆոն դեր Լայնը գնում է Բաքու, այնտեղ գերիներ կամ ոչ մի ձայն չի անում, չի խոսում դրա մասին, դեմոկրատական բաներ, արժեքների մասին է խոսում, նույն կերպ հայլուն ընտրությունների մասին է խոսքում, ինչը ինքը չգիտեր, որ 700 հոգի Քարոզ արշավի ընթացքում միայն ուժեղ Հայաստանից են ձերբակալված, 150 հոգի շտաբի ղեկավարներ առավոտյան ձերբակալված են եղել։ Դուք եք այստեղ որ ասեցիք ինքը դեռ 2 տարի առաջ է սկսել, ընտրված քաղաքապետերը փակված են, մի քաղաքապետ այնտեղ գնդակահարված է, այսինքն ինքը 3 չառ առաջ արդեն սկսել է եւ այս այլանդակությունները այսպիսի բաներ են դուրս տալիս, ասենք եկեք ընդունենք, որ այսօր հավաքական արևմուտքը այս ղեկավարներով որ նստած են այնտեղ Բարիս բուն իմաստով բանը հարցակվել է մեր Հայաստանի պետականության դեմ այս ամիջը զուտ նրա համար հակառուսականություն Ռուսաստանի դեմ բան կազմակերպելու համար սա է ինչը մենք մեր ժողովրդին չեն կարողանում հասցնել որ վաղուց արդեն մեր պատկերացած արևմուտքը չի խնդրում ես առաջի հենց հանդիպան ժամանակ որ ձեր հետ ունեցել էի ես ասացի որ իրավիճակը բարդ հələ դեռ բան է ընտրությունները նոր են սկսել ես ասացի որ իրավիճակը բարդանում է նրանով, որ լինելու է մեծ միջամտություն, այդ թվում նաև արևմուտքի կողմից, եւ որ արևմուտքը աչք է փակելու բոլոր մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների ոտնահարման նկատմամբ։ Դե այստեղ եկեք չասենք, որտեվ Նիկոլը ուժեղ է, Նիկոլը կարող է, Նիկոլին ընտրեցի, Նիկոլը ոչ մի բան է, որովհետեւ իրեն տրված էր կարտ պլանշ, գնա ինչ ուզում է սա։ Չեմ ասում ինքը ուժեղ է։ Ես ասում եմ ինչ է կատարվում։ Չէ, նաև այդպես ներկայացնում են ինքը այսքան ձայն ուներ, սա արեց, չէ՞, մարդ դե դուք պատկերացրեք 150 շտաբի ղեկավար առավոտյան ձերբակալվի 700 հոգի արդեն խոսել ենք դա Չէ, ինչի Մարտիրան Երևակայանը ընտրված մարդ հիմա չի տարածում ոչ լեգիտիմություն լայնածավալ կեղծիք հիմա ինքը ոչ լեգիտիմ է բայց մենք երևի մի ես անձամբ մի 10 հայտարարություն դրա մասին արել եմ որ ես այլևս լեգիտիմ չեմ համարում այսօրվա իշխանությունը մեր կուսակցությունը արել է եւ առանձին հայտարարություն այդ առումով եւ համատեղ հայտարարություն դա հուզում է որևէ մեկին դա հուզում է եւ ինչ կերպ կարող է անդրադառնալ որովհետեւ իրանք ուրիշ խնդիր ունեն դու լեգիտիմ ես լեգիտիմ չես մենակ Ռուսաստանի դեմ գնա դե հարցը հենց դա է որ իրականում ասենք այն ինչ որ այսօր կատարվում է Հայաստանին այսինքն զանգվածային ձերբակալություններ անդիմախոսների նկատմամբ ապօրինի հալածանքներ այո Գիտենք բոլոր անունները, հիմա այստեղ էլ ասեցինք, ահագին մարդկանց անուններ տվեցինք, չգիտեմ հիմա ինչքան կարելի է, երևի մի 100 հոգի արդեն քաղաքապետական կա Հայաստանում, ես կարծում եմ արդեն այդ գործը պետք է մի քիչ ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել, այսինքն մարդու իրավունքների պաշտպանները պետք է միացալ պլատֆորմ ստեղծեն, որով այդ քաղաքապետականների հաշվարկը անեն ու պահանջեն նրանց անմիջական ազատությունը, բայց սա մի կողմ դրած է, այս ամեն ինչը ինչ որ կատարվում է, ընդ որում ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո։ Այո, շատ կարճ ժամանակ հետո։ Սա ակնհայտ ժողովրդավարության բռնաբարություն է, որ բոլորի աչքի առաջ է տեղի ունենում, բայց պարզվում է, որ այդ տեսարանը շատերին դուր է գալիս։ Չէ, դուր չի գալիս շատերին, շատերին դուր չի եկել։ Շատերին դուր է գալիս։ Դուք երևի հիվանդ մարդկանց եք շփվում կամ շահ ունեցող մարդկանց։ Ես նկատի ունեմ առաջին հերթին եվրոպական շրջանակներին։ Իրենց դուր է գալիս է։ Իրենց ամեն ինչն է դուր գալիս ինչ որ Ռուսաստանի դեմ է։ Հասկանալի է, բայց ամեն ինչ ցանկացա հիմա ինչ է դուք կարծում եք իրենց դուր չի գալիս որ 1.5 միլիոն ուկրաինացի մահացել են եթե դուր չգար զենք չէին մատակարարի կտանեին բանակցությունների ես չեմ վիճում ձեզ հետ ես ասում եմ որ սա բան է իրականում եւս մեկ անգամ ցույց է տալիս որ երբ որ արևմուտքի պետությունների առաջ կանգնում է ընտրություն ազգային անվտանգության շահերի պաշտպանության եւ ժողովրդավարության պաշտպանության եւ ժողովրդավարական համերաշխության միջև նրանք միշտ ավելի բարձր են դասում ազգային անվտանգության շահերը, որը ամենաբնական բանն է եւ ցանկացած փորձառու ռեալիստ քաղաքագետ գիտի որ դա այդպես է։ Իմիջիալոց ձերքի հետ է նաև սեփականության խլելը, դրա մասին չեք խոսում, սա էլ է, չէ՞ կարևոր ժողովրդավարության Եվրոպայի համար ինչ է սեփականությունը։ Բացարձակ արժեք է, չէ՞, մարդու էս օրը ցերեկով գողություն են անում, գնում են մարդու տուն, եղած չեղած է գողանում, դա ինչ է կոչվում, գողություն չի։ Մարդու ձերքի չեն խլում, է գողություն օրը ցերեկով էս սա վերցնում տանում են, ով այդ իրավունքը տվել, ոնց է դա փաստաթղթ, ոնց է կամ ինքը որոշում է, ինչ պատկանում է, չպիտի աշխատի։ Ինչ իրավունք, ինչ բան։ Եվրոպայի խորհրդում է ինչ են ասել, որ բանը Հայաստանը ինչ որ լոբինգ է արել,
առելա կաշառքը տվել Այո, ինձ լուսավոր է։ Ալիևն է ասել։ Ալիևը խոսել է Նարեկ Այդ շատ հետաքրքիր է, որով հիմա կասեմ։ Նոր ինչ-որ բան եկավ, Երևան նախկին քաղաքապետերից կբռնագանձեն։ Այս է էլի բանով է զբաղված, էլի ռեկետով է։ Դուք պետական ռեկետը գիտեք, ովքեր որ չեն պատկերացնում, թող տեսնեն հիմա Հայաստանում ինչ է կատարվում։ Իր ռեկետն է, հիմա ուղղակի գտնեմ բառացի մեջ բերեմ, թե ինչ էր ասում, ինչ է գրել։ Ահա, սա է։ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է մեջբերման սկիզբը Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակադրբեջանական խումբ, պարզվում է, որ Ժոզեփ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվում է, ուրեմն ով որ խոսում է բան է, իրանց հանցագործությունների մասին, պարզվում է բանը, կաշառված է։ Պարզվում է, որ նա ֆինանսավորել է հայկական օլիգարխի կողմից, ամենայն հավանականությամբ Սամվել Կարապետյանը նկատի ունի, ով ներկայումս տնային կարանքի տակ է գտնվում Հայաստանում։ Հետո արդեն Սամվել Նարեկ Կարապետյանը խոսքեր։ Ամենա, գիտեք, հետաքրքիրը որն է, ես 2012 թվականից մինչև 2017 թվականը, ինչպես գիտեք, եղել եմ ազգային ժողովի падգամավոր, Հայազգային կոնգրեսի ֆրակցիայի ղեկավար եւ եղել եմ նաեւ բանի Եվրոպայի խորհրդի պարլամենտական ասամբլեայի անդամ մեր հայկական դելեգացիայում։ Եվ հետաքրքիրը այն է, որ մենք այն ժամանակ տեսնում էինք, թե ինչ ահավոր լոբիստական գործունեություն է տանում Ադրբեջանը։ Ընդ որում հիմա նոր է բացահայտվել է, ցավոք սրտի այդ ժամանակաշրջանում, երբ որ ես այնտեղ էի Ստրասբուրգում 12-ից մինչև 17 թիվը, այդ բացահայտումները չէին եղել դեռ, այսինքն ամեն ինչը խոսակցությունների մակարդակով էր։ Հետո բացվեց այդ հայտնի այդ Ադրբեջանի Լոնդրոմատ Այո, հայտնի է խավիարային բանը, խավիարային դիվանագիտությունը, Սենսացիոն անգամ ինչ որ մի փուլից լավ հիշում եմ։ Մի հատ Գերմանիայի падգամավորին բաներ Կուբա գնալուց մեռավ, չէ՞, ինքնաթիռում, հետո պարզվեց, որ ինքը ամենակարևոր ագենտներից էր Ալիևի, իդեպ մի դրվագ պատմում, այդ նույն падգամավորը ինձ մոտեցել էր Ալեքս Ֆիշերի հետ միասին։ Ալեքս Ֆիշերը հիշում եք, մի հատ գերմանացի կար, որը զեկուցողն էր բանի Հայաստանի մոնիտորինգային հանձնաժողովի կողմից զեկուցողն էր Հայաստանի։ Ուրեմն մի օր հետաքրքիր է, ժամանակ ունենք այս բաները։ Արդեն 1 ժամ է եթերում ենք, ասենք ու կամաց ու կարող եմ Չէ, հետաքրքիր է, հետաքրքիր է, չէ, այդ ասեք ու որովհետև սա Եվրոպական խորհրդի բանի հետ է, էլի առնչվում այդ լոբիստական գործունեության հետ, այդ միլիոնավոր փողերի հետ եւ այլն եւ այլն։ Ուրեմն այն ժամանակ Ալեքս Ֆիշերը շատ ինձ համար անսպասելիորեն նա բանն էր Մերկելի կուսակցության ներկայացուցիչներ եւ Գերմանիայի դելեգացիայի ղեկավարը։ Մեկ էլ մի օր ինձ կանչում է, ասում է Գերմանիայի դելեգացիան ցանկանում է լսել ձեզ։ Դե մենք ես ինչ էի, ես այնժանակ ելույթներ էի ունենում Եվրոպայի խորհրդում դատապարտելով իշխանությունների պահվածքը, հակաժողովրդական բնույթը, հալածանքները քաղբանտարկյալների նկատմամբ մարտի 1-ի գործերով եւ այլն, այսինքն ես բավականին այդպես հայտնի անդիմադիր էի եւ բայց Ալեքս Ֆիշերը միշտ բռնում էր մեր իշխանությունների գիծը եւ ընդհանրապես փորձում էր ծածկել դա այդ բոլոր բաները, հարցերը, բայց մեկ էլ մի օր զանգում են, ասում են ուզում ենք Գերմանիայի դելեգացիայով մի հատ ձեր հետ հանդիպում ունենանք, գնացի 9 հոգի հավաքվել էին։ Ես ներկայացրեցի, շատ զարմացած էի, որ այս որտեղից արթնացավ sense հետաքրքրություն հայկական դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների նկատմամբ, գնացի այդ ներկայացրեցի, շատ ողջավորված էին, ծափարում էին, բան, հետո ասին մի հատ էլ առանձին խոսակցություն ունենք ու Ալեքս Ֆիշերը ու այդ կինը, հետո այդ կինը առանձին, ուրեմն մեկ էլ խոսակցություն են բացում նրա մասին, որ իսկ դուք հետաքրքրված չեք, որ մենք սկսենք ձեզ ֆինանսավորել։ Ասա այդ ինչ հաշիվ է։ Դա ասում է, բանա, մենք կարող ենք ապահովել ադրբեջանական հիմնադրամների կողմից ֆինանսավորում, եւ այլն։ Այսինքն ես հասկացա, որ
ադրբեջանական այս բանը լոբինգը ինչ աստիճան ուր է հասել, որ կարող են որ անգամ հələ ոչ միայն Ադրբեջանի շահերը ներկայացնող պրոյեկտների, այլ նաև փորձում են վերբովկա անել Հայաստանի ընդդիմությանը գերմանացիների միջոցով հանուն Դե եթե տեսնենք Հայաստանը հիմա ինչի առջև է կանգնած, ուրեմն իրենց մոտ հաջողել է։ Հա։ Չէ՞։ Ուրեմն հաջողել է իրենց մոտ։ Չէ, դե այսպես բարակայում ասենք, այն ինչի մեջ որ մենք կան կորցրած Արցախ եւ հիմա ուր են գնում, զրույցի սկզբում ներկայացրեցիք, ուրեմն իրենց հաջողել է։ Ես շատ բնականաբար կոշտ խոսեցի նրանց հետ, ասացի բացարձակ։ Դե գտան իրենք էլի, հետո վերջում գտան ու պետք է։ Այդ ամեն ինչում խմբին գտան իրենք։ Որից հետո էլի գերմանացի падգամավորների բացի լիբերալներից, ես օրինակ հիշում եմ համառորեն ձեզ հետապնդում էին, հա, համաձայն եք։ Չէ, լիբերալները բան էին, շատ անկեղծ աջակցում էին մեզ, Մարինա Շուստերը, ես հիշում եմ շատ բաներ նվիրված էր ժողովրդականության հարցերին, ժողովրդավարության հարցերին Հայաստանում, բայց իրանք այդ Ֆիշերը եւ այդ Մերկելի կուսակցության մյուս անդամները լրիվ կոռումպացված էին եւ նրանք ով ինչի մասն են լրիվ ուրիշ շատ լավ եւ վերջին հարցը երկու նախադասության մասամ խոսեցիք որ մենք սրա դեմ ինչպես պիտի ընդդիմություն ինչ քայլեր այս ամեն ինչը առաջին հերթին ներկայացիք ձևավորենք ինչ որ մարմին որ այս բռնաճնշումների Դե հիմա ես նոր եմ վերադարձել Իրանից, որոշ բաներ անգամ ստիպված բաց էի թողել, որովհետև երբ որ մենք գնում էինք Իրան, մեզ ասեցին մի քանի օրով, բայց թե երբ պիտի վերադառնանք, դա պարզ չէր, ու մենք ամեն օր ոնց որ իմանում ենք նոր հանդիպումների մասին, եւ շատ հանդիպումներ, որոնք նշանակված էին, որ մենք պիտի համատեղ ընդդիմության հետ հանդիպումներ ունենանք տարբեր հարցեր քննարկելու համար, ես բաց եմ թողել։ Հիմա երևի վերսկսեմ այդ հանդիպումները եւ տարբեր ֆորմատներով մենք պետք է քննարկենք այն ինչ որ մենք հայտարարել ենք որ միասնական դա ոչի շարժման ստեղծման խնդիրն է ընդ որում ոչ ասելով մենք ոչ թե նկատի ունենք մենակ ոչը որ մենք պետք է ասենք սահմանական հանրակրվեի ժամանակ Ոչը դա ընդհանուր առմամբ, ասենց ասեմ, դիմադրության ոչ է, որը պետք է շատ մեծ օրակարգային ընդգրկում ունենա, այդ թվում մեր քաղաքապետարների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական ազատությունների, այո, կեղծված ընտրությունների, արտահերթ ընտրությունների պահանջը առաջ տանելը Եվ այլն, ասենց մի հատ լայն բան կա, օրակարգ կա, որովհետև մենք պետք է հասկանանք, եթե մենք այս իշխանությունների դեմը չառնենք, Հայաստանը իսկապես որպես պետություն սկզբից ես նորից եմ ներողություն խնդրում ես արտահայտության համար կրտվելու է, իսկ հետո ոչ թե կրտվելու է, այլ կրտվելու է։ Իսկ հետո նաև ոչնչանալու է։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սա թույլ չտանք։ Դրա համար մեզ պետք է միասնություն, ժողովրդավարական արժեքների շուրջ համերաշխություն եւ ես վստահ եմ, որ այնուամենայնիվ Հայաստանը դեռ չի սպառվել։ Եվ Հայաստանը դեռ իր խոսքը կասի։ Մի երկու բան, ուրեմն փաստորեն ինչ են արել հյուրանոցներում Գագիկ Ծառուկյանին պատկանում, զբոսաշրջիկներին բիրտ ուժով դուրս են արել, այսպիսի բան կա, ուրիշ այսպես բարբարոսություն։ Հարսանեկան արարողություն ա եղել, բաներարել փակել են աշխատողներին։ Սա նիկոլական մոտեցում է, որի մասին ես ձեր հաղորդման մեջ խոսել եմ, որ ասում էի, որ 12 թվին այդ խոսակցությունը իր հետ ունեցել եմ, սա բոլշևիստական մոտեցում է, երբ որ համարվում է, որ օրենքը բանա ընտրողական բնույթ ունի, այսինքն ընտրովի բնույթ ունի, այսինքն կան մարդիկ, որոնց նկատմամբ օրենքը չի գործում, իրանց հետ կարելի է ինչ ասես անել։ Եթե դա Գագիկ Ծառուկյանն է, իրան կարելի է պարկացնել, չգիտեմ, իր առյուծներին կարելի է բան անել անկման ենթարկել։ Պատկերացնում եք, ասենք այդ ռեստորանում նախատեսված եղել հարսանեկան արարողություն։ Հա, իր հյուրանոցների կլիենտներին կարելի է այսպես պատկերացեք, ձեր որդու հարսանեկան արարողությունն է, պիտի գնաք, բնորոշ ասում են չի, ասենք ժամը առավոտյան 10-ին։ Մի հատ Լավ, բայց ինչի վրա եք զարմանում։ Ինչի վրա եք զարմանում։ Ասում եմ, դե ինչ որ մի հատ բաներ կա, որ Ինչ։
Այսինքն ինչ ասեմ։ Կարող է մի շաբաթ հետո դասեք, ինչ անում այդ ռեստորանը։ Մարդիկ ծրագրում են, չի ամիսներ։ Հյուրանոցում մարդը մնում է, ո՞նց է դա անում։ Նիկոլի ու իր բանդայի համար օրենքը ունի շատ ընտրովի բնույթ։ Այս մարդկանց նկատմամբ, որոնք օրինակի համար իր լոյալիստներ են, օրենքը կարելի է կիրառել, իսկ ով որ իր թշնամիներն են, հակառակորդներ են քաղաքական, այդ օրենքը այլևս իրաց վրա չի աշխատում, չի հարձակում։ Շնորհակալություն, հույսով որ առաջիկայում նորից կհանդիպենք, մենք 1 ժամ եթերում ենք, բայց ես դեռ 4-5 թեմայի չանդրադարձա։